CBS Monday. Գրեմի մրցանակաբաշխությունը տարվա ամենասպասված երաժշտական իրադարձությունն է։ Դրան ուշի ուշով հետևում են տաբլոիդները, որովհետև գիտեն, այն առանց սկանդալների երբեք չի ընթանում։ Առաջին սկանդալը 1976-ին էր։ Շոուի հաղորդավար Էնդի Ուիլյամսը խոտաններով ընթացող հեռուստակամուրջով Stevie Wonder-ից հարցրեց. տեսնում է արդյոք հանդիսատեսին։ 90-ականներին ամբողջ աշխարհում թնդում էր գերմանական Milli Vanilli դուետի անունը։ Տղաների All or Nothing single-ը ճանաչվեց մուլտիպլատինե, իսկ կատարողներն արժանացան Grammy-ի։ Արձանիկն առաջինն էր ու վերջինը նրանց կարիերայում։ Պարզվեց նրանք ձայն չունեն։ Երգն էլ ստեղծվել էր ստուդիական հնարքների միջոցով։ Երկու հազարականների սկիզբն էլ Eminem-ի փառքի տարիներն էին։ Սպիտակամորթ рэփերն իր երաժշտական օլիմպից երգում ու անպատվում էր ում ուզեր ու ինչպես ուզեր։ Grammy-ի կազմակերպիչները որոշեցին չարկատակ խաղալ Eminem-ի հետ։ Նրան բեմ բարձրացրին իր երգերի հիմնական թիրախ դարձած Sir Elton John-ի հետ։ Երկու 2009 թվականին էլ Քրիս Բրաունն ու Ռիհաննան իրական շոու սարքեցին։ Տարվա երկու հիմնական դեմքերը շոուին չներկայացան։ Բանն այն է, որ մինչև Կարմիր գորգին հասնելը Քրիսը ծածի էր ենթարկել բարբադոսցի երգչուհուն։ Շոուի կազմակերպիչները ցայտնոտի մեջ էին, նոր համար բեմադրել չէին հասցնի։ Օգնության հասան Ջասթին Թիմբերլեյքն ու Կիթ Ուրբանը։ Heaven hear me now. 54-րդ Grammy-ն վերջինն էր Ուիթնի Հյուսթոնի համար։ Երգչուհին թեև որևէ անվանակարգում նոմինացված չէր, բայց հատուկ մեկնել էր Լոս Անջելես շոուին մասնակցելու։ Նա մասնակցեց բոլոր երեկույթներին, բայց բուն շոուից մի քանի ժամ առաջ նրան գտան հյուրանոցային համարում մահացած։ After all my strength is gone, in you I can be strong, I look to you. Կազմակերպիչները կարճ ժամանակահատվածում բեմադրեցին հիշատակի համար, որը ճանաչվեց շոուի պատմության ամենահուզիչ ելույթը։